Սպիտակի համայնքապետի կողմից Քարաձորցի Գագիկ Էմինյանին հայհոյելու, վիրավորանք հասցնելու և ծեծի փաստով քրեական վարույթ է հարուցվել։ Դեպքը որակվել է որպես խուլիգանություն, Ազատությանը հայտնեցին դատախազությունից։ Ընդամենը 5 օր առաջ քննչական կոմիտեից ասել էին, որ քրեական վարույթ չհարուցելու որոշում կա։ Գանգատը մասնավոր է, ծեծողն ու ծեծվողը հայտնի են, հետևաբար քրեական օրենսգրքի վերջին փոփոխություններով այս դեպքում տուժողը պետք է իր բողոքը դատարան տանի, նախաքննական մարմինն այս դեպքով չի կարող զբաղվել։ Ինչ փոխվեց մի քանի օրում, ինչու է դատախազությունը վերացրել նախաքննական մարմնի որոշումն ու հանձնարարել քրեական վարույթ հարուցել։ Իրավապահ մարմինը չի մեկնաբանում։ Սպիտակ համայնքի կազմում գտնվող Քարաձոր գյուղի բնակիչ 35-ամյա Գագիկ Էմինյանը մեկ շաբաթ առաջ Ազատությանը պատմել էր, որ Սպիտակի քաղաքապետարան էր գնացել իր ջրի խնդրով, բայց այնտեղ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն իրեն հայհոյանքով, վիրավորանքով ու հարվածներով էր պատասխանել։ Ես ընդամենը հելել եմ նարդիվանների վրին, անորս Արման ասել եմ թող արի, ես մի ամսուկ ես բողոքում եմ, ոչ մեկ ոչ մի բան չի դնել։ Ուտի հավա ես խոսեմ, արի երկուս կգնանք մարզպետարան։ Այդ բառից հետո հենց Պրամոյի քաղաքապետը ինչ դեռ եկած այն այլանդակ բառերով, սեռական բառերով, ինչ լկտի բառ ասես ինձ ասելա ու պլյուս դրանք հացով եմ որ օպերը բրծծած աչուձախ բրուսքները որ պտի տաշ մարդիկ չթողեցին ու թեև մինչև ավտոյից մոտ հազիվ նստել եմ ավտոն փախել եմ, որ ինչ չսպանեն։ Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը չի պատասխանում մեր հարցերին։ Նույն գյուղի վարչական ղեկավար Հրանուշ Ռոստոմյանն էլ իր վերադասին բռնության համար մեղադրած համագյուղացուն հակադարձել էր, թե Նիկողոսյանը դրան ընդունակ չէ, լավ մարդ է։ Գյուղում վարչական ղեկավարը ցույց էր տալիս, որ Գագիկ Էմինյանի տուն հատուկ ջրագիծ են հասցրել ու որ իրենց մեղքով չէ, որ ծորակը չոր է։ Քաշել ես։ Քաղաքապետարանի շնորհակալ եմ, որ իր հաշվին քաշել։ Իր հաշվին չի, հաստատ ոչ մեկը իր ջեբից իմաց ջուր չի քաշեմ։ Ինչ արել են, լավ են արել, ապրեն իրան։ Դեմ էլ հետևած եք, թող ինչ ջուր գա, էս էլ իմ լվացքի մեքենայի ջուրն այլեխան շորերը չեն կարող լվալ։ Ես Նիկողոսյանին էլ չեմ մեղավոր բռնել, քեզ է։ Ո՞վ է շարով տալի, ես շարով չեմ տալի։ Վարչական ղեկավարը համագյուղացուն հորդորում էր բողոքը հետ վերցնել ու խելոք մնալ։ Լալսի հեմի խելոք մնա, կտենանք ինչ ենք անում, մի հարցով կլուծենք։ Այս մեկ ասի խելոք մնա, ես խելոք եմ, ես հիմա էշի պես աշխատում եմ, երեխաս պահեմ եմ։ Որ չգնայի, ոչ մեկ էլի բանի տեղ չեմ դնում։ Այսօր այդպես էլ հնարավոր չեղավ պարզել, Քարաձորցի տղամարդը հրաժարվել է իր բողոքից ու Սպիտակ համայնքի ղեկավարի դեմ իր մեղադրանքներից, թե ոչ։ Ասած չի ուզում խոսել այդ մասին, ավելի վաղ նախասել էր, որ գնալու է մինչև վերջ, իսկ հետո մեղմացրել դիրքորոշումը, թե բողոք չունի, իր միակ պահանջն այն է, որ տնակի բակում ծորակից ջուր գա։ Ես մենակ այս հարցը լուծեն, ինչ ջուր տան, ուրիշ ոչ մեկից ես բողոքավոր չեմ, ընդհանրապես, ոչ Քաջոյից, ոչ նրանից, ոչ Գեղապ, ոչ մենից, մենակ իմ ջուրը գա, всё։ Թե ուր կտանի վարույթի քննությունը, արդյոք համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը կպատժվի խուլիգանության համար, վարույթը կկարճվի, թե ոչ, դեռ հայտնի չէ։ Դատախազությունից ասացին մեղադրանք չկա։ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածը սահմանում է հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, անձին ստորացնելը կամ մարդկանց անդորրն ու հիմնարկի բնականոն աշխատանքը հայհոյանքներով ու անպարկեշտ արտահայտություններով խոչընդոտելը պատժվում է տուգանքով, հանրային աշխատանքով, ազատության սահմանափակմամբ կամ կարճատև ազատազրկմամբ։